Պարոն Թումանյան, դուք նախկինում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, հիմա շարունակում եք աջակցել նույն տեմպով, նույն ոգևորվածությամբ, թե չէ, պրայմարիզից հետո, ինչպես հասկացանք, ձեր ճանապարհները մի տեսակ այլ ուղղությամբ գնացին, դա էր հիմնական պատճառը, ու հիմա աջակցում եք, թե չէ վարչապետին։ Ուրեմն այսպիսի մի թեզ է տարածված Հայաստանի Հանրապետությունում, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյան անձին։ Ոչ, ես աջակցել եմ հեղափոխությանը, այսինքն սկսած 18 թվականից ես եղել եմ հեղափոխության ակունքներում եւ առանց Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի հնարավոր չէր հեղափոխություն տեղի ունենալ։ Մենք, քանի որ հեղափոխության առաջնորդը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար 90% ազգը, ես չէ որ պետք է ասեմ, դուք լավ գիտեք, ձեզանից յուրաքանչյուրն էլ այդ պահին, այդ պայքարին եղել են այդ 90%-ի մեջ։ Հիմա ինչ ստացվեց։ Մի կետից հեղափոխության գնացքը ուղղությունը փոխեց։ 7 տարի է անցել հեղափոխությունից։ Ինչի համար արեցինք այդ հեղափոխությունը։ Ինձ հարցնում է իմ հետևից քայլող հազարավոր ժողովուրդը։ Եվ ես ինչ պետք է պատասխանեմ, բալաջան այն ժամանակ ասում է ես գազ էի վառում, գազի վառարան ունեի, հիմա չեմ կարող վճարել։ Հիմա փոխել եմ, փայտի վառարան եմ դրել։ Ինչ փոխվեց մեր կյանքում։ Ես իրանց պատասխանում եմ, միշտ եմ պատասխանել, որտեղ դուք, այնտեղ ես։ Ես էլ եմ հիասթափված։ Հիասթափված եմ, որտեղ 7 տարվա մեջ մի հոգի տնագից դուրս չեկավ իմ գյումրեցիներից, բայց հեղափոխությունը ինչի համար եմ արել։ Արեցի, որ իմ գյումրեցին բարեկեցի կյանքով ապրի։ Արեցի, որ իմ Գյումրու քաղաքացին մեջ կշտկի։ Այսպես դեմքերին ժպիտ կա, մենք աղա գյումրեցիներ ենք, ամեն ինչ տվել է այս քաղաքը։ Սպորտսմեններ, տո Շիրազ, Իսահակյան, Մեհեր Մկրտչյան, այսօր բոլորը գալիս են հիանում են, բոլորը գալիս են տուխ են հավաքում Գյումրիից։ Սաղ աշխարհի վրա Լենագանցին է խնդացի, հիմի Լենագանցու վրա խնդացնել ենք տալիս մենք, բա մենք այս թասիբն ունենք, այսօր ամենակարևորն եմ ուզում ասել, ես կյանքում ոչինչի կարիք չունեմ, ոչինչի անհրաժեշտություն չունեմ, ապահոված եմ, ես չգիտեմ, չեմ ուզում ինձ գովաբանեմ, ունեմ հզոր կենսագրություն, ոչ մի բան իմ համար այսօր փակտուր չկա, բայց ես չեմ կարող իմ ժողովրդից դեմքին նայել, երբ իրանք շատ դեպքերում գիտեմ ոնց են ապրում։ Հələ եկեք մտեք այդ տնագների մեջ մի գիշեր քնեք, տեսնեմ ով կարող է այդ բանալ է։ Մեր գյումրեցիները հերոսներ են։ Իսկ ինչ մնում է այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանին սատարել կամ չսատարել, նորից եմ կրկնում, ես ոչ մեկական եմ։ Մեզ ասին զոմբիներ, նիկոլագաններ, ժեխեր, ինչ ասես ասեցին, բայց ես հեղափոխական Արտյոմ Թումանյանը եղել եմ եւ մնում եմ։ Այսօր ժողովուրդս հիասթափված է, որտեվ հեղափոխությունը իրանք արդեն ասում են տեղափոխություն, ոչ թե հեղափոխություն։ Լավ, 7 տարի անց դուք նորից ՔՊ-ի հետ պրայմարիզին էիք ուզում մասնակցել, իրենք չընդգրկեցին, ցուցակից դուրս մնացիք, բայց այդ ժամանակ չգիտեիք, որ իրենք այս 7 տարվա ընթացքում Գյումրեցուն մենակ են թողել, որ աղետի գոտին մնացել են նույն աղետի գոտին, բան չի փոխվել ձեր կյանքում։ Տեսեք, այստեղ մի քիչ խեղաթյուրված գաղափար ու հասկացողություն կա։ Պրայմերիզը արվեց Գյումրի քաղաքի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին խոսքը, այսինքն վարչապետը հայտարարեց, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։ Այնտեղ դուք տեսաք, որ կար ինչ-որ չափանիշ, որ այս մարդը չի կարա, այն մարդը չի կարա։ Ես որպես գյումրեցի իմ ժողովրդի պահանջով ես չեմ ուզեցել։ Իմ ժողովուրդը, եթե դուք բացեք վարչապետի հայտարարությունները նայեք, որ հայտարարում էր, տեսեք հազարավոր գյումրեցիներ ինչ են իրան ուղղել անձնական նամակով։